Խոսենք ապուրների մասին, ձմռանը շատ ենք սիրում օգտագործել, հաճելի է տաքանալու համար, շատ են հարցնում մսի արգանակի մասին, մսի օգտակարությունը արգանակին անցնում է։ Նայեք, ես տարօրինակ կարող եմ հնչել սննդաբանից, բայց ես ապուրներին առանձնապես շատ կարևորություն չէի տա։ Ես միշտ ասում եմ, ապուրները ստեղծվել են, որպեսզի փոքր ինքնարժեքով, ցածր ինքնարժեքով կշտացնեն։ Իրականում հետ կարևոր չի, որ այդ ջուրը, չգիտեմ, օգտագործվի, դու կարող եք ուղղակի կողքից հետը ջուր խմեք կամ ընդհանրապես ջուր չխմեք, թեյ չեմ սիրում ազնվորեն, թեյը սուրճը կաթը չեն թողնելու, որ այդ կալցիումը լավ յուրացվի, սպիտակուցից երկաթը լավ յուրացվի, դրա համար ուղղակի ընդմիջում տվեք որոշակի 1-2 ժամ սնունդի ընդունման եւ սուրճ կամ թեյ խմելու արանքում։ Ասում եմ, ես միշտ ասում եմ, եթե հյուրերին ուզում եք շուտ ճանապարհեք, միանգամից սեղանը հավաքեցեք, սուրճ առաջարկեք, եթե հաճելի հյուրեր են, մի քիչ սեղանի խաղացեք, չգիտեմ, ալբոմները թերթեք, գոնե մեկ խաղակես ֆուտբոլ նայեք, հերթացող նոր սուրճ կամ թեյ առաջարկեք, որպեսզի հասցնի այն երկաթը ներծծվի եւ այլն եւ այլն։ Նայեք, առաջինը բուլյոնը արգանակը անպայման պետքա թափել միանշանակ։ Ինչու՞։ Որտեղ այնտեղ կան այդ նույն հորմոնները, այնտեղ կան նաև այն ծանր մետաղները, որ կարող են դուրս գալ մսից, այն անտիբիոտիկները, որոնք օգտագործվում են մսի չգիտեմ, մշակման ժամանակ, հա, այդպես ասեմ, եւ առաջին արգանակը միշտ թափվում է։ Երկրորդ, իսկ այդ առաջին արգանակի հետ տեսականորեն դատարկում է նաև այն ամեն ինչը, ինչ որ մսի մեջ կար ասել։ Եվ երկրորդ արգանակի մեջ այլևս այդքան շատ բան չի մնում, որ մի հատ էլ դա դատարկենք եւ մտածենք, վայ, ինչ ափսոս էր, բայց երկրորդ արգանակով այո, թերևս կարող եք թե փլավ պատրաստեք, թե ուղղակի տակ, եթե շատ այդքան սիրում եք մի քիչ համեմունքներով